ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիցի հատվածում իրենք այն տարածքները զիջեցին, որոնք որ փաստաթղթերով են, փաստաթղթերով, որոնք որ իրենք են ճանաչում Հայաստանի Հանրապետության մաս էին։ Փաշինյանը շարունակում է փուլային տարբերակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը զիջել Ալիևին։ Այսօր խաղաղության մրցավազք է։ Տեղից վեր կացողն ասում է, ես ավելի լավ խաղաղություն կբերեմ։ Իրական խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, իրատեսական խաղաղություն։ Հնարավոր չի սահմանազատում ու սահմանագծում անել, երբ որ չկա խաղաղություն։ Դա ոչ տրամաբանական է։ Երեխան սկզբում ծնվում է, հետո մանկապարտեզ, դպրոց, համալսարան ավարտում, նոր գործի ընդունում։ Ոչ թե սկզբից գործի ընդունում, հետո նոր ծնվում։ Իրենք ասում են 25000 հոգի շրջափակման մեջ են եկել։ Հա, Չինաստանն էլ հարձակվել, 25000-ն էլ միլիոնների մոտ շրջափակման մեջ են եկել։ Ողջույն բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ, Մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասիս Շիրյանի հետ հերթական անգամ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Վարչապետ Փաշինյանն իր Facebook-յան էջում գրել էր, որ սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արտվաշենը եւ ՀՀ օկուպացված ինքնիշխան տարածքները, ինչպես նա սիրում է ասել։ Քաղաքական գործիչներն ու հանրությունը արդարացիորեն անհանգստացան, որ խոսքը բոլոր անկլավների փոխանակման մասին է։ Որքանով է հանրության անհանգստությունը տեղին այս իրավիճակում։ Եթե սա վերցնենք վակուում, առհասարակ որ մինչև այս ոչինչ տեղի չի ունեցել ու փորձենք նայել, որ ինչ է տեղի ունենում, առաջի այսքից թվում է թե լավ բան է տեղի ունենում, բայց երբ որ հետ են գնում 20 թվականից սկսած Փաշինյանի հայտարարությունները, գործողությունները աչքերից առաջ ունենալով, փորձում ենք համադրել հաջորդի հետ, հասկանում ենք, որ սա շարունակություն են բոլոր process-ների, որը մինչ այս տեղի ունեցել, այսինքն հետևողական Հայաստանի զիջումների պարտության փիլիսոփայություններ շարունակվում, որը Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես հաղթանակ։ Սա առաջի դեպքը չէ։ Մենք գնում ենք զիջումներ ենք իրականացնում, գալիս այստեղ Փաշինյանը ներկայացնում է, որ հիմա հերթական մեծ ձեռքբերումներ են ունեցել։ Դա օգոստոսի 8-ի փաստաթղթով էր, դա նոյեմբերի 9-ի փաստաթղթով էր, դա բազմաթիվ անգամ, այսինքն Արցախը ճանաչում են Ադրբեջանի կազմում, հետո ասում, որ սա մեր համար անկախություն է։ Արցախը կորցնում է, հայաթափում են սեպտեմբերի 10-ին հռչակում Հայաստանի անկախության օր, իրական անկախության օր։ Սա այդ տրամաբանության մեջ շարունակություն է։ Ու սրա մասին մենք 21-22 թվականից արդեն բարձրաձայնել ենք, թե Տիգրան մասով, թե Վերին ոսկեպարի մասով, որտեղ իմիջիայլոց մենք ժամանակին հրաձգարան ենք բացել, որտեղ մարզումներ ենք իրականացնում, մենք սրա մասին դեռ 2023 թվականին այնտեղ գնացել ենք հրաձգարան ենք կառուցել, մարզումներ իրականացրել, հետո ազատազենիթ համատեղ շարունակել ենք պարապմունքները, որը որ արգելվեց։ Ու հենց այդ ժամանակ էր, երբ որ օրինակ Տավուշի ոստիկանության վարչության պետը, այն ժամանակ ոստիկանության վարչության պետեր եկել էր մեզ ասում էր, որ դուք այդտեղ մի գնացեք, դա բխում է օրինակ Հայաստանի Հանրապետության շահերից, ասում ենք դե քո ենթակայության տակ է տարածքը, ասում ենք դե գրավոր գրի, որ քո ենթակայության տակ է ու մենք իրավունք չունենք այդտեղ գտնվելու, ասում են դե ես չեմ կարող թուղթը տամ, դա քանի որ ըստ մեր իշխանությունների գտնվում է Ղազախի ենթակայության տակ, դա մեր թիկունքն է, որպեսզի մեզ լսողները պատկերացնեն, թե որտեղ է գտնվում օրինակ Վերին ոսկեպարը, դա խորը թիկունքում է գտնվում ու դրանից հետո անտառապատ տարածք է ու արդեն սահմանագծվում է, սահմանը բացվում է դեպի Լոռվա մարզ, այսինքն Լոռին դառնում է առաջնագիծ։ Ըստ այս տրամաբանության չկա, այդտեղ պաշտպանություն հնարավոր չէ իրականացնել ու Փաշինյանը հենց սա է ուզում անել։ Գնում է այդ ճանապարհով, որովհետև Ալիևն է դա պահանջում։ Իսկ Ալիևին այնպես չէ, որ այդ մի փոքր հողակտորն է իրեն պետք։ Ինքը հասկանում է, որ օրինակ Հայաստանից Վրաստան գնացող միջպետական ճանապարհներից մեկը անցնում է հենց այդ տարածքով, այսինքն ադրբեջանական զորքերը գալու են այդտեղ տեղակայվեն, մեր թիկունքում այդ ճանապարհը անցնել է իրենց վերահսկողության տակ ու ասում են դե օրինակ քանի որ դուք թողնում եք օրինակ ձեր տարածքով մեղրիով գնան դեպի Նախճիվան, մենք հնարավորություն կտանք անխոչոդոտ դուք ձեր տարածքով կգնաք դեպի Վրաստան։ Միգուցե նման իրավիճակ ստեղծեն։ Նույնը Տիգրանաշենում, այսինքն Հայաստանի Հանրապետության գլխավոր ճանապարհը, այսինքն Սյունիքից եկող անցնում է Տիգրանաշենով, Մայրուղին Տիգրանաշենով է անցնում այդ հատվածը, դա բնականից հայկական տարածքներ են, Հայաստանի Հանրապետության տարածքներ, որոնք որ սովետական միության ժամանակաշրջան որոշակի փուլում զուտ բնակչության առումով թուրք ադրբեջանցի հետ հովիվներ երբ որ եկել են իրենց համար անասուն են պայլվան են արել,
ստեղծել են փոքրիկ համայնքներ, որոնք որ մեր տեղի կառավարները չեն ցանկացել թուրքերին կառավարել ու խնդրել են տենց Մոսկվային են գրել, չգիտեմ, փոխադարձ համաձայնությամբ տվել են, որպեսզի կառավարեն մոտակա թուրքական իշխանության կողմից, ադրբեջանական, բայց դրանք բնականից Հայաստանի տարածքներում այդ անկլավների հարցն էլ ժամանակին լուծվել է։ Ժամանակին այդ հարցերը լուծվել է, դա քննարկումներ են եղել, թե ինչ է տեն փոխարինում, նման խնդիր օրինակ Մեղրի տարածքում էլ է եղել, բայց դրանք այս պայն ակտուալ հարցեր չեն։ Դա ուղղակի Փաշինյանը իրականացնում է Ալիևի պահանջները ու փորձում է Հայաստանի վրա հավելել լծակներ տալ։ Ու երբ որ փորձում է ներկայացնել այ մեր օկուպացված մյուս տարածքներից ցրել են դուրս գալու, տարածքներն իրենք են իջում։ 24 թվականին նույն ոսկեպարի Կիրանցի ու Բաղանիցի հատվածում իրենք այն տարածքները իջեցին, որոնք որ փաստաթղթերով, որոնք որ իրենք են ճանաչում Հայաստանի Հանրապետության մաս էին։ Այսինքն իրենք հողում են անում Ալմատի հռչակագրին, այդ պահի դրությամբ գոյություն ունեցող սովետական միության վարչատարածքային բաժանմանը, իսկ այդ բաժանման ժամանակ այն հատվածները, օրինակ Կիրանցի այդ կամրջի հատվածը, կամ ոսկեպարի եկեղեցու կողքի հարակից տարածքները, երբ որ հանձնվեցին Փշալար հիմա կամ այդ Կիրանցի հայտնի պատը իրենք կառուցեցին ու ասում են հիմա դպրոցից պատն է երևում, այդ տարածքները դրանք վարչատարածքայինով 84-ից 88 թվականներին գործած վարչատարածքային այդ պարտետանի հանձնաժողով է ստեղծվել ու 88 կամ 89 թվականի հունվարի 13-ին է հրապարակվել 12-13-ին այդ օրերին է հրապարակվել այդ փաստաթղթերը, դրանք վարչատարածքայինով Հայաստանի Հանրապետության մաս են եղել, սովետական Հայաստանի։ Ու երբ որ իրենք ասում են Ալմատի հռչակագրով ենք մենք սահմանազատում անում, այստեղ արդեն խաբեությամբ են զբաղվում։ Նույնը այս անկլավների հարցն է։ Իրենք ամեն կերպ փորձում են Ալիևի պահանջները իրականացնել կապրիզները, որովհետև պարտության հոգեբանության մեջ են։ Այսինքն այն նույն հոգեբանության, որի հիմքը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը, շարունակել է Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոմանք փուլային, ոմանք փաթեթային տարբերակով, հիմա Փաշինյանը շարունակում է փուլային տարբերակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը զիջել Ալիևին, որտեղ պատերազմ թե խաղաղությունը վերջերս մեր հաշվետվերն լավ մեկնաբանեց, պատերազմ թե խաղաղությունը ոչ թե պատերազմ թե խաղաղություն է, այլ հաղթանակ թե պարտություն։ Խաղաղության տեղը պետք է դնենք պարտություն բառը ու հասկանանք թե ինչ են անում, սրանք խաղաղության չեն տանում, սրանք Հայաստանի Հանրապետության պարտությունն են գծագրում, պլանավորում ու հետևողականորեն շարունակում։ Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանի կողմից կազմակերպված դատական ֆարսի ընթացքում մեղադրող կողմը պահանջեց խիստ դատավճիռներ մեր հայրենակիցների համար, մասնավորապես Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի համար պահանջեց ՑՄԱ ազատազրկում, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Մադատ Բաբայանի համար 20 տարվա ազատազրկում եւ կային նաեւ 19-18 տարվա ազատազրկման պահանջներ։ Սա իհարկե դատավճիռ չէ, բայց դժվար չէ կրալ թե ինչպեսին կլինի դատավճիռը։ Ինչու Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ պաշտոնապես չի արձագանքում այս դատական ընթացքին։ Սրա մասին ենք ժամանակին խոսել։ Երբ որ օրինակ Ռուբեն Վարդանյանը ժամանակին հայտարարեց, որ այս պահանջում է մարդար դատավարություն, մենք համատության մեջ դրեցինք օրինակ Ստեփան Զադիկյանի հայտարարությունը, երբ որ ասում էր դուք ի վիճակի չեք ինձ դատելու, երբ որ Մոսկվայում դատում էին ու թող չասեն, որ այն ժամանակ ուրիշ ժամանակներ են եղել, այն մարդն էլ մեղադրում է մի բանի մեջ, որը ինքը չէր արել, բայց իրեն մահապատժի են ենթարկում ու Մոսկվան էր, սովետական KGB-ն էր իրեն ձերբակալել, այդ մարդը դատարանում հայտարարում է, որ դուք իշխանություն չունեք, որպեսզի ինձ դատեք։ Ես ինքս եմ առհասարակ դատող, ոչ թե դատող։ Հենց այսպիսի պահված կեցվածք պետք է ունեն ու երբ որ մեր իշխանությունները օրինակ մտնեն դիսկուրսի մեջ դատել, չդատել, այս հարցի մասին չէ, որ պետք է իրենք հոգ տանեն։ Առհասարակ պետք է ասեն, որ կան ռազմագերիներ, կան գերեվարված մարդիկ, առհասարակ քաղաքական, ոչ քաղաքական այդ մարդկանց պետք է հետ պահանջեն։ Հիմա խաղաղությունից են խոսում, չէ՞։ Երբ որ մենք ասում ենք սա խաղաղություն չի, սա պարտություն է, որովհետև չի կարող խոսնալ խաղաղության մասին, բայց դու այնտեղ ունենաս հայրենակիցներ, որոնց նկատմամբ իբր թե քրեական գործեր են հարուցվել, չնայած դա քրեական գործեր չեն, դա ուղղակի ճիշտ եք ներկայացնում, ֆարս է, դատական ֆարս է, որտեղ
Ադրբեջանը փորձում է ցույց տալ իբր թե իրենք իրավական երկիր են ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ են մեղադրանքներ առաջադրում։ Այդ մեղադրանքները այդ մարդկանց մեղադրանքները չեն։ Այն հոդվածները, որ դրած են այդ մարդկանց վրա, դրանով իրենք դատում են Հայաստանի Հանրապետությանը։ Դրա շարունակությունը լինելու է, որ մենք դատեցինք, հիմա այս մարդկանց արած գործողությունների համար միջազգային դատարաններում են սկսելու պահանջել։ Ու երբ որ մեր իշխանությունը, օրվա իշխանությունը սուս է մնում այս հարցերի հետ կապված, հաջորդիվ իրենց կանչելու են օրինակ միջազգային դատարաններում պատասխանատվության ենթարկելու, ոչ թե իրենց, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Ու սա Հայաստանի այդ որպես գործոն այդ դադարեցման պահն է։ Այսինքն տարածաշրջանում առհասարակ Հայաստանի ձայնը կտրելու մեխանիզմներն է գործարկվել Ադրբեջանում։ Թե ինչ հոդվածներով են դատում, ինչքան են դատում, մեկին 10 կտան, մեկին 20 կտան, մեկին ցնակն հարցը ստեր չի։ Կապ չունի ինչ թվեր կնկարեն, որովհետև խնդիրը թվերի մեջ չի, խնդիրը հոդվածների մեջ չի։ Մենք հասկանում ենք, որ այդ մարդիկ եղել են ռազմաքաղաքական ղեկավարությունով, իրենց դատում են մի բանի համար, որ իրենք արել են ի պաշտոնե։ Իրենց մեղադրում են հենց այդ հոդվածներով, դրա համար այս իշխանությունները ուղղակի ձեռքերները լվացել են։ Ընդդիմությունները հետները միասին ինչ են անում։ Ամենքը ինչ որ եվրոպական կամ չգիտեմ ռուսական կուսակցությունների ընտանիքի մաս են կազմում։ Երբևիցե մենք չենք լսել, որ այս հարցերը նորմալ կերպով բարձրացվում են, փորձեն այդ հնարավորությունները օգտագործել, միջազգային կապերը իրենց օգտագործել։ Թողնես կարող է առավոտից իրիկու խոսեն, թե իրենք ինչ ազդեցիկ դեմքեր են աշխարհով մեկ, ինչ հարցեր կարող են կարգավորել, ինչ են կարգավորել մինչև էս։ Արցախի Հանրապետության մեկ այլ նախկին պաշտոնյա Վիտալի Բալասանյանը հույս ունի, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունները իրականում կյանքի կկոչվեն։ Մասնավորապես այն հատվածը, որով նախատեսում է Արցախի բնակչության իր բնակավայրերի վերադարձը։ Մենք անգամ չենք հարցնում արդյոք սա անվտանգ է։ Որն է Հայաստանի Հանրապետության գործիքը, որով նա միջամտելու է բոլոր այն դեպքերում, երբ մեր հայրենակիցները Ադրբեջանի տարածքում կենթարկվեն անօրենությունների։ Հարցերը բազմաթիվ են, օրինակ Վիտալի Բալասանյանին։ Ժամանակի մենք էլ ենք մտածել, օրինակ Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է, հրամանատար է եղել, Ասկերանի գնդի հիմնադիրն եղել, բայց հիմա ու այս 20 թվականից սկսած այնպիսի բաներ արել։ Լավ, նոյեմբերի 9-ով ինքը ցանկանում է նոյեմբերի 9-ով, չէ՞, հարցը լուծվի։ Ով է նոյեմբերի 9-ը ստորագրել։ Ով է նոյեմբերի 9 հայկական կողմից ով է ստորագրել։ Ու նոյեմբերի 9 ոչ մեկ չի չեղարկել, չէ՞։ Նիկոլ Փաշինյանն է ստորագրել։ Երբ որ մենք ասում ենք, այս մարդիկ Փաշինյանի օրակարգն են սպասարկում, մեզ մեղադրում են, ասում են, ինչ է ընդդիմությանը բան ասում, ընդդիմությանը բան ասելով դուք Փաշինյանի ջրաղացին եք ջուր լցնում։ Հիմա մենք ասում ենք, ընկերներ, երբ որ դուք Փաշինյանի ստորագրած փաստաթղթերին եք հղում անում, դուք ինքնաբերաբար դառնում եք Փաշինյանի աջակիցը։ Ու այն քարտեզը, երբ որ մենք նկարել ենք, որ Փաշինյանի ճարտարապետությամբ ստեղծվել է մի համակարգ, որտեղ որ մեկը նոյեմբերի 9-ն է պաշտպանում, մյուսը օգոստոսի 8, մեկը համադրության փոփոխություն, այն մյուսը 4 հանրապետություն է ուզում, բայց ամենքը իրենց ձևով։ Սրա մասին է խոսքը, որ այդ ամեն ինչի հեղինակը Փաշինյանն է։ Հիմա Բալասանյանը ասում է նոյեմբերի 9-ը։ Նոյեմբերի 9-ից հետո Բալասանյանը Արցախում էր։ Ինքը հանձնում ընդուններ էր իրականացնում։ Փաստաթուղթը գործում էր, ինչ որ բայց սկսեց չգործել։ Նախ դա լավագույն փաստաթուղթը չէր, երբ որ մենք ասում ենք նոյեմբերի 9-ը սխալ է ստորագրել, հենց պարտության համար ենք ասում սխալ էր ստորագրել։ Այսինքն նույն Բալասանյանը համաձայնվում է նոյեմբերի 9-ը, որ Քարվաճարը ճիշտ են արել, որ հանձնել են, Բերձորը ճիշտ են արել, որ հանձնել են, չնայած ինքն էր հանձնողը։ Մենք տեսել ենք այդ կադրերը, երբ որ իրենք գնում են հանձնում ընդունումներ են անում։ Հիմա իրենք բերել են հասցրել են այսօրվան ու մի հատ նոյեմբերի 9-ով ուզում են շարունակել, ի՞նչն են շարունակում։ Մի կետ է մնացել նոյեմբերի 9-ին, որ դեռ գործարկված չէ, Միչանսկի հարցն է, ռուսական տարբերակով։ Ինքը սրա համար է ակտիվացել։ Սրա համար է պաշտպանում նոյեմբերի 9-ը, սրա մասն է երազում։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ժամանակ ռուսական խաղաղապահ երաշխավորն էր, որ Արցախում հայ բնակչություն կմնա։ Ուր են այդ բնակչությունը, ուր է այդ երաշխավորը։ Իրենք որևիցե հարց չեն տվել, ուղղակի սպասիբը Ռուսիա են ասել ու անցել առաջ։ Թուրքերը հետ համագործակցելով հանձնում ընդունումներ օրինակ ես կարող եմ ենթադրել, որ այդտեղ նաև որոշակի առծախ է տեղի ունեցել, որին ինքը անձամբ մասնակից է եղել։ Կարող եմ ենթադրել, փաստեր չունեմ, հիմքեր չունեմ, բայց այն ամեն ինչ որ իրենք թուրքերը հետ համատեղ են անում, դրա մասն է խոսում։ Հիմա հիշել եմ, որ ինչ որ փաստաթղթեր կան, որին պետք է հղում անել, բա թող ավելի հին փաստաթղթերի հղում անեն, թող անկախության հռչակագրին հղում տան։
Ինչ է նոյեմբերի 9-ով որոշում։ Ինչ են այդ մակարդակը իջացնում, այսինքն որ Հայաստանը պարտված է։ Ու այդ կեղծ պարտությունն են իրենք փորձում ցեմենտել, որ հանգարց չմտածեք, որ դուք կարող եք հաղթել։ Կարող է իրենք են ուզում աննախադեպ կոնսոլիդացիա։ Բայց ես զարմանում ախր նույն Վիտալի Բալասանյանը առաջի Արցախյանում փառա մարտական ուղին ասած հրամանատարներից ես զարմանում որ այս մարտիկ են այս դրոշը վերցրել։ Նիկոլից ավելի պարտվողական են իրենց դիրքավորել։ Սա աբսուրդի է հասնում էս ամեն ինչը։ Այն հրամանատարներից ով բազմաթիվ հաղթանակներ է ունեցել, ով Աղդամ է ազատագրել։ Բայց ինչի համար էր Աղդամը ազատագրում։ Զուտ ազարտի համար էր ազատագրում։ Ես չեմ հասկանում։ Վարչապետն ասում է, որ Ղարաբաղի անկախության հարցը ֆեյք է եւ որ եթե իրենք չլինեին Հայաստանի Հանրապետությունը այսօր չէր լինի։ Որքանով է Հայաստանի Հանրապետության գոյությունը կախված պարոն Փաշինյանի խոհեմ եւ շրջահայաց քաղաքականությունից։ Նախ ասեմ, որ Արցախի անկախության հարցը իրոք ֆեյք հարց էր, որովհետեւ անկախության հռչակագրով Արցախը Հայաստան էր, Հայաստանի մաս էր, որովհետեւ 90 թվականին արդեն սովետական միության կազմում Արցախի քաղաքացիները Գերագույն խորհրդի падգամավորին ընտրվում Հայաստանից նույնպես։ Այսինքն մեկ միասնական համակարգ էր սովետական միության կազմում։ Հանրաքվե են արել մարդիկ, անկախացել են Ադրբեջանից, հետո միացել Հայաստան։ Անկախության հռչակագրով ֆիքսված է, որ Արցախը եւ Հայաստանը մեկ են։ Այսքանով ինքը ճիշտ է։ Բայց շարունակությունն ինքը մեղավոր է, որ Հայաստանի տարածքները զիջել է օրինակ Ադրբեջանին։ Իմիջիայլ սրա համար ես կարծում եմ, որ պետք է պատասխան տան նաեւ նախկին իշխանության մաս կազմած ղեկավարությունը նախկինները մինչև 90 թիվ, որ ինչպես ստացվեց, որ օրինակ Արցախը իրենք փորձեցին առանձնացնել Հայաստանից ու մտածել Արցախի անկախության մասին։ Իսկ այն մյուս հարցը, որ ինքն ասում է, ինքն է Հայաստանի անկախությունը փրկել, մենք կարող ենք փաստել մի բան, այսինքն իրողություններով մենք տեսնում ենք, որ Հայաստանի անկախությունը օր-օրի ավելի է զիջվում ու դա սկսել է ակտիվ փուլ անցնել իրենց կառավարման ժամանակաշրջանում, այնպես չէ որ մինչև այդ չի եղել։ Օրինակ, երբ որ Հայաստանը մտցնում են ԵԱՏՄ-ի մեջ կամ մինչև այդ փորձում են բանակցություններ տանել ու Եվրամիության մեջ մտցնել, դա ինքնիշխանության զիջում է։ Որոշակի զիջում է նամանավանդ մեր պայմաններում, մեր նման երկրում, որտեղ ունենք արտաքին մարտահրավերներ, այս տարածաշրջանում մենք պետք է զերծ մնանք այդ ընդհանուր կառույցներից։ Մեր մոտ պետք է գերակշռի այն միտքը, որ երկկողմ հարաբերություններ կարելի է զարգացնել ըստ Հայաստանի շահերի։ Այսինքն մենք ոչ թե պետք է էմոցիոնալ կերպով ասենք, ադե մեզ շատ են սիրում, ես ինչ տեղը գնանք, ես ինչի մի անենք, չէ։ Ինչ ենք տալի, ինչ ենք ստանում։ Այս տրամաբանությամբ երկկողմ հարաբերություններ տարածաշրջանում Ադրբեջան երկկողմ հարաբերությունների մեջ է։ Վրաստանը ինչքան որ փորձել է ինքը հայտ ներկայացնել ինտեգրացիաների, առայժմ երկկողմ հարաբերությունների մեջ է տարբեր պետությունների հետ ու ինքը իրենք խնդիրներ չեն ունենում։ Մենակ մեզ է բաժին հասել, որ մեր անկախությունից պետք է զիջենք, օրինակ Հայաստանը այսպայն արտաքին սահմաններ չունի որպես այդպեսին, դա համարվում է ԵԱՏՄ-ի արտաքին սահմաններ, երբ որ միտեղից մի բան մտնի դուրս կա, դա ԵԱՏՄ սահման է համարվում։ Այս զիջել են օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ, որի հիմքը նաև կարծեմ ի սկզբանե դրվել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի փոխանցի գնացել է։ Այդ Բելարուս-Ռուսաստան կոնցեպտը հիմքը այն ժամանակ է դրվել ու իրենք հայտ են ներկայացրել, որ դրա մաս պետք է կազմեն։ Այնպես չի, որ դա մի օրում հայտնվեց, մի օրում եղավ 97-8 թվականներն էր կարծեմ։ Դրա համար Փաշինյանը բաները հայտարարում, կիսաճշմարտություններ է ասում։ Հա, Արցախի մասով ֆեյք էր, բայց մնացած մասով ինքն է Հայաստանի ինքնիշխանությունը զիջում, ոչ թե ինքը բարձրացնում է։ Այնպես է խոսում, կարծես թե մինչև 20 թվականն էլ ինքը չի եղել, էլի, ասենք ինքը չբերեց այսօրին հասցրեց։ Մենք հիշում ենք, երբ որ օրինակ Արցախում 800 հեկտարի հարց կար, բացի ԱԺԲ-ից նաև ինքն էր այդ թմկարում այդ հարցը։ 800 հեկտարը ծախեցին, չգիտեմ ինչ արեցին, հիմա 800 հեկտարը երազանք է, ասենք դա մեր համար։ Չնայած որ նայել էր վատ։ Ադրբեջանի կողմից սպառազինությունների ագնացող գնումների ֆոնին
Պաշտպանության նախարար Պապիկյանն ասել, որ իրականում 23 թվականի համեմատ մեր սպառազինությունների գնումը բավականին ավելացել է եւ առաջին հայացքից է թվում թե չի ավելացել։ Վարչապետ Փաշինյանն էլ առաջարկել է 50 հոգանոց խմբեր կազմել եւ գնալ ծանոթանալ թե ինչ սպառազինություններ են գնել։ Կարծես թե դեժավյու է, հա։ Անվտանգ է արդյոք ամեն մի քաղաքացու ցույց տալ թե ինչ զենք են գնել, անկախ դրանից գնել ենք թե չեն գնել։ Նախ մինչև այս հարցն անդրադառնալը ինձ օրինակ հետաքրքիր է Դանիել Իոնիսյանը, Սոսիթ Հատիկյանը ու ոմանք Facebook-յան գրառում կատարողներ, իրենք ասում են, որ իրենք տեղյակ են, գնացել են, ուսումնասիրել են, տեսել են։ Նախ հարց. որպես ինչ են գնացել այդ մարդիկ ուսումնասիրել, այս շատ լուրջ հարց է, որի համար էլ հենց նույն Պապիկյանը, նույն Փաշինյանը ու մյուսները պետք է պատասխան տան այդ գաղտնիության մասն ապահովող մարդիկ, այդ ինչպես է պատահել, ասենք ով է Դանիել Իոնիսյանը կամ ով է Սոսիթ Հատիկյանը, որ պետք է նման ինֆորմացիայի տիրապետեն քիչ չի մտել հանրայնացնեն։ Այս առաջին մասով։ Երկրորդը այդ մրցավազքի մեջ երբ որ ասում ենք Ադրբեջանը գնումներ է կատարում, մենք էլ ենք, իրենք ասում են մենք էլ ենք գնումներ կատարում։ Ցանկացած գնում պետք է մտածված լինի, հասկացված, թե ինչ են անում։ Հայաստանը փոքր երկիր է, մենք բոլորս էլ որոշակի ինֆորմացիաներ տիրապետում ենք, չենք հայտարարում շատ մանրամասն չենք խորանում, բայց երբ որ լուրջ տիպի փոփոխություններ կլինեն մոտեցումների, դրա մասն էլ կիմացվի։ Հիմա մենք ինչպիսի բանակ ենք կառուցում։ Ես կարող եմ ասել ոչ մի տիպի, այսինքն ինքը հստակ նպատակներ չունի։ Իր հարցերը, իր խնդիրները ո՞րն է։ Ու ըստ դրա է արդեն գնումներ, ըստ դրա են սկսում անել։ Ներեցեք, վարչապետ Փաշինյանն ասում է, որ եթե քո անվտանգությունը պահպանում է քո բանակի միջոցով, նշանակում է դու խնդիր ունես անվտանգային։ Միգուցե սա է ճիշտ տեսակետը։ Անվտանգությունը առհասարակ համալիր համակարգ է, ու ոչ միայն բանակով, այլ մնացած հանգամանքներով պետք է ապահովել։ Բայց նույն Փաշինյանի օրոք է, չէ՞, որ բանը հասավ նրան, որ սկսեց պատերազմ, լայնամասշտաբ պատերազմ։ Հետևաբար իրենք, օրինակ, մինչև 20 թվականի սեպտեմբերի 27-ը իրենց բոլոր ֆրոնտներում պարտվել էին, դրա համար բանը հասավ ուժային լուծման։ Ու բալանսն իրենք էին խախտել։ Գնումներ էին կատարում, հիշեցնենք, որ դրանով հպարտանում էին Սու 30 SM-ը, երբ որ գնում էին առանց իրեն համապատասխան հրթիռների, չնայած որ մյուս հրթիռները կարող էին դնել, ուղղակի այդ հեռավորության վրա չէին աշխատել, բայց իրենք այդ գնումներն արեցին, մի քանի 100 միլիոն դոլար փող ծախսեցին։ Հպարտանում են այն ժամանակ, էլ ասում են, երբևիցե նման գնումներ տեղի չի ունեցել։ Ահագին սելֆիներ արեցին։ Հա։ Հիմա ինչի համար էին դա գնում, որ ինչ անեն, ու այնպես չի որ մինչև այդ իրենք չեն եղել։ Այսինքն իրենք չեն կարողացել հասկացնեն, ստեղծեն մի հատ իրավիճակ, որ Ադրբեջանը հասկանա, որ ուժով հարց լուծելու դեպքում ինքը ավելի մեծ կորուստներ ունենալու կամ այդ կորուստները այնքան է լինելու, որ արդարացված չի լինելու։ Հակառակ, այսինքն Ադրբեջանը այնքան վստահություն ուներ, որ Փաշինյանը ինչքան սելֆի արեց, հասկացավ, որ այս բան եթե հարձակվեմ, կարող է մի մարդ դրված խնդիրներ իրականացնել։ Ալիևը sense տնես մի օր, երբ որ իրեն հարմար լիներ, ինքը հարձակվելու էր։ Դա Հայաստանի չէր կարող, Հայաստանի որոշելիքը չէր։ Հիմա էլ Հայաստանի որոշելիքը չի, երբ որ շատերն ասում են մենք կբերենք խաղաղություն, խեղկատակություն է։ Իրենք կարող են ասել մենք կսկսենք պատերազմ կամ չենք սկսի։ Բայց Ալիևի տեղը երաշխիքներ տալը դա խելագարություն է, ասում մարդիկ ասում են մենք կբերենք խաղաղություն։ Դու չես կարող որոշել Ալիևը ինչ է անելու։ Դու շատ կարող ես երաշխիքներ տալ, որ կարող ես պաշտպանել։ Չէ, իրենք երաշխիք են տալիս, որ ինչ որ պետքա կզի չեն, ինչքան պետքա կզի չեն, խաղաղություն կլինի։ Կամ էլ էլեկտրամաբանության մեջ, որովհետև այսօր խաղաղության մրցավազք է։ Տեղից վերկացողն ասում է ես ավելի լավ խաղաղություն կբերեմ։ Իրական խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, իրատեսական խաղաղություն, խաղաղությունների մրցավազք է։ Ու իրար հերթ չտալով երաշխիքներ են տալի Ալիևի փոխարեն։ Ալիևի կարծիքը գոնե հարցրել են։ Ալիևը զենք դինամետրիկ է առնում կուտակում է կոնկրետ տրամաբանության բանակը զարգացնում է մեր մոտ հերթ չեն տալի, ասում են մենք երաշխավորում ենք Ալիևի փոխարեն։ Իսկ այդ գնումները առհասարակ գնումներն ասում են տրամաբանված պետք է լինի։ Հարցը այն չի թե ինչքանի գնում կատարեցիր։ Կարող ես 10 անգամ ավելի պակաս գնումներ անել, բայց հասկանալով անել այդ գնումները նպատակաուված, որպեսզի քո առջև դրված խնդիրները կարողանաս լուծել։ Օրինակ, չգիտեմ, նախահարցակագործողություն, որ հասկանաս Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել, իսկ Ադրբեջանը ստենց փորձելու է հարձակվել։ Ինչի համար այդքան զենք զինամթերք գնում։ Խաղաղության դարաշրջանին համահունչ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիևը եւս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության պայմանների կնքման գլխավոր նախապայմանը սահմանադրական փոփոխություններն են։
Մյուս կողմից ՔՊ ներկայացուցիչները շարունակաբար պնդում են, որ այսպիսի նախապայման գոյություն չունի։ Հիմա հանրությունը ում պետք է վստահի, ՔՊ ներկայացուցիչներին, թե Ադրբեջանից եկող հստակ նամակներին։ Ես նախ ասեմ, որ ինչը վերաբերում է խաղաղությանը, ոչ մեկին հանրությունը պետք է չվստահի։ Թե ադրբեջանական կողմին, թե հայկական կողմին, երբ որ խոսքը գնում է խաղաղությունից, դա արդեն fake է, իրենց ասած, կամ առհասարակ fake է, որովհետև ինչ ասում, գլխավոր նախապայմանը սահմանադրության փոփոխություն, այսինքն Արցախը չէր գլխավոր նախապայմանը։ Արցախը, որ մեր մոտ լիներ, ընդհանրեն կամ Խարվաճարը մեր մոտ լիներ, այդ նախապայման չէր։ Նախապայմանը մեր սահմանադրությունն էր, հա, կամ ենթադրենք հիմա սահմանազատում են անում, կամ չգիտեմ, էս հա պետք զիջվել է, նա պետք զիջվել, միջանց կա պետք տալ վերջի վերջո։ Հիմա նախապայմանը ո՞րն է։ 300,000 ադրբեջանցիների հետ վերադարձնել գլխավոր նախապայմանը։ Նախապայմանները բազմաթիվ են։ Ու սրանցից ոչ մեկի իրականացնելու դեպքում Հայաստանը չի ստանալու խաղաղություն։ Կհիշեք 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեզ ասում էին, որ Արցախի նշաձողը մի քիչ իջացնենք, գալիս է խաղաղությունը։ Աննախադեպ կոնսոլիդացիա կա պահում այդ հարցի շուրջ։ Այդ 20 թվականից հետո 21-22 թվականի հետևան ճանաչեց Ադրբեջանի մաս։ Մինչև այդ ասում էր նշաձողը մի քիչ իջացնեմ Արցախի ու խաղաղությունը գալու է։ Հիմա ինչքան նշաձող է, արդեն Արցախի նշաձողը չէ, արդեն Հայաստանի Հանրապետության նշաձողն է լրիվ իջացրել։ Ու դեռ շարունակելու է իջացնել Ադրբեջանը, որովհետև չի ցանկանում տարածաշրջանում տեսնել Հայաստանը որպես անկախ միավոր, որ Հայաստանը ինքը որոշումներ կայացնի։ Դրա համար Ադրբեջանը անընդհատ պահանջելու է ու սրա այլընտրանքը առհասարակ չթվա որ մենք նեգատիվ ենք տարածում, էլի սրա այլընտրանքը կա։ Սրա այլընտրանքը հետեւյալ կոնցեպտի մեջ է փիլիսոփայական փոփոխության խաղաղություն, այսինքն այդ պարտություն իրականում բարերը ճիշտ տեղը դնենք եւ հաղթանակի կամ պատերազմի այդ պատերազմը փոխարինում ենք հաղթանակ բառով երբ որ դու կամ հաղթող ես տեսակով կամ պարտվող այս դեպքում եթե հաղթող ես ամեն ինչ հնարավոր է այլ ուղղությամբ գնա մենք մարտական եղբայրության մեծությունը հենց այդ է առաջարկում որ այն մարդիկ ովքեր իրապես իրենց տեսակով հաղթող են այսինքն հաղթող են դպրոցից սկսած լավ օրինակ վատ գնահատական են ստացել հաջողության չեն հասել ինչ որ դպրոցական օլիմպիադայի են մասնակցել պարտվել են գնացել են տուն ավելի լավ պարապելու ավելի լավ սովորելու որպեսզի հաջորդ անգամ հաղթեն որովհետև պարտությունը դատավճիռ չի դատավճիռը հանձնվելը երբ որ դու դրանից հետո հանձնվում ես որ չես պայքարում սպորտսմեն ես երաժիշտ ես արվեստագետ ես չգիտեմ զինվորական ես վերջ երբ որ դու պարտվում ես կամ մի բան չի ստացվում ու հանձնվում ես այդ դա դատավճիռ է մենք առաջարկում ենք չհանձնվել այդ դիմադրության ոգին բարձր պահել այսինքն անընդհատ երբ որ օրը բացում է մենք մեր առջև ունենք բազմաթիվ մարտահրավերներ ու դա միշտ է լինելու կյանքի ձևն է այդպես անընդհատ այդ մարտահրավերները կան մենք ասում ենք այն մարդիկ ովքեր որ յոլա գնացող չեն հարմարվող չեն իրավիճակին չեն հանձնվում մենք ասում ենք այդ մարդկանց եկեք ձևավորենք հակադիր բևեռը եղածի հակադիր բևեռը որ չհանձնվող տեսակի շուրջ այսինքն ունենանք պայքարող ուժ որը որ բոլոր ոլորտներում է փորձելու հաղթանակներ գրանցել գիտություն մշակույթ սպորտ Արորիայում էլ չհանձնվող մարդկանց ոնց որ քարոզ պետք է լինի, այսինքն մենք ամեն մեկս մեր հերթին պետք է մտածենք ամեն օր մի նոր հաղթանակ գրանցելու մասին։ Հենց սրա մասին է խոսքը։ Իսկ իրենք ամենը վերցրած ասում են, եկեք հանձնվենք, եկեք չպայքարենք, չդիմադրենք, որովհետև հնարավոր չի։ Նույն կերպ երբ որ երեխային են փոքրուց սովորացնում, դու չես կարող երազես, չես կարող նպատակներ դնես։ Դու իրականությունից մի կտրվի, հասկացի թե դու ինչ երկրում ես ապրում, հասկացի թե դու ինչ ընտանիքից ես, դու հնարավորություն չունես առհասարակ հաղթանակներ ունենալ։ Ու հենց այս կերպով մեզ կոտրում են ու վերջում բերում հանգեցնում են, որ պետք է ընդունենք այդ կարգավիճակը, պետք է հանձնվենք ցանկացած առաջարկի։ Այսինքն դա կլինի Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, վաղը Վրաստանն ու Իրանն են ասելու, մյուս օրը ԱՄՆ-ն է ասելու, Ֆրանսիան է ասելու։ Երբ որ մենք այս հոգեբանությունն ենք տարածում, վերջում ունենալու ենք անընդհատ հանձնվողներ, հարմարվողներ։ Դրա համար պետք է փոխել տրամաբանությունը, փիլիսոփայությունը, որ չենք հանձնվում, պայքարում ենք ու նպատակ ենք դնում բոլոր ոլորտներում հետևողական աշխատանք տանել ու հաղթանակներ գրանցել։ Ընդունել են մարտահրավերները, որը որ կյանքն է մեզ տալիս, որովհետև կյանքը պայքար է։
Եվ մենք ձեզ խնդրում ենք, որպեսզի հավանեք, տարածեք այս մեր վիդեոները, որպեսզի բավականաչափ շատ մարդ կարողանա տեսնել, բավականաչափ շատ մարդ հնարավորություն ունենա ներգրավվելու, իր վրա պատասխանատվություն վերցնելու, իր չափ աշխատանք անելու, որպեսզի օր առաջ հնարավոր լինի փոխել պատմության այս անիվը։ ԿՊ ներկայացուցիչները ասում են, որ միջև ընտրություններն ամենայն հավանականությամբ դեմարկացիա, դելիմիտացիա չի լինի Ադրբեջանի հետ։ Ինչով է սա պայմանավորված։ Միգուցե նրանք չեն ցանկանում, որ սահմանազատման ընթացքում ի վնաս Հայաստանի կայացված որոշումներն ազդեն ընտրական գործընթացի վրա։ Իրենք Ալիևից են դա խնդրում այդ ժամանակը։ Ասում են չհանձնենք, ընտրվենք, հետո հանձնենք, ինչ պետք է։ Այդ սահմանազատում սահմանագծում են 1000 անգամ ասել ենք, ախր այդ հնարավոր չի սահմանազատում ու սահմանագծում անել, երբ որ չկա խաղաղություն։ Դա ոչ տրամաբանական է, երեխան սկզբում ծնվում է, հետո մանկապարտեզ, դպրոց, համալսարան ավարտում, նոր գործի ընդունում, ոչ թե սկզբից գործի ընդունում, հետո նոր ծնվում։ Սրանք այդ տրամաբանության մեջ են գործում, անբնական բաներ են փորձում անել։ Ինչ սահմանազատում ու սահմանագծման մասն է խոսքը, երբ որ չկա խաղաղություն, երբ որ քեզանից անդադ պահանջներ կան, երբ որ սահմանադրություն են փորձում քեզ փոխել տան, բարդադրում է, երբ որ ասում են դու պետք է նոր հանրապետություն հռչակես, լրիվ այլ փիլիսոփայությամբ ու այլ տրամաբանությամբ, ինչ խաղաղության մասն է խոսքը։ Ու դրա համար ժամանակ են խնդրում, ասում են մեզ շատ մի նեղեք, սպասեք ընտրվենք, որպեսզի կարողանանք տոտալ իշխանություն ձևավորել։ Եվ թիմերում են խնդրելու ժամանակ, որ թիմերում 26 թվականի հիմա արտահերթներ կան, բայց 26 թվականի թիմ ընտրություններ են աշնանը սպասվելու։ Թիմերում են փորձելու տոտալ իշխանություն ձևավորել, որպեսզի կարողանան հաջողել այդ սահմանադրության փոփոխությունը։ Իսկ իրականում նոր սահմանադրության ընդունումը, որտեղ դա եղած սահմանադրության վրա փոփոխություններ չեն, իրենք նոր հանրապետություն են փորձում հռչակել, նոր տրամաբանությամբ, հետևաբար նոր սահմանադրություն են բերելու։ Օրերս կոշտ ձևով ԱԱԾ-ի կողմից բերման ենթարկվեցին Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը։ Ինչպես կմեկնաբանեք այս իրադրությունը։ Դե հայտնի podcast հարցազրույցից հետո տեղի ունեցավ։ Իմիջորս կփորձեմ նախ սրան անդրադառնալ, երբ որ Սերժ Սարգսյանը ամեն կերպ փորձեց Փաշինյանից հերոս կերտել, դա շատերը չնկատեցին, բայց միտքը այդ էր։ Երբ որ Սերժ Սարգսյանն ասում էր Նիկոլ Փաշինյանը ոչ մի թիզական է։ Այ ես ժամանակին դեռ 2000-ականներին ասել եմ, որ փող զիջումային, իսկ իրականում Հայաստանի Հանրապետության հաշվին զիջումների հաշվին պատրաստ եմ գնալ խաղաղության, խաղաղ բանակցությունների։ Ու ինքը Նիկոլ Փաշինյանին հետևյալ կերպով առաջի ասկից թվում է թե քննադատում, ասում է չհասկացա, չգիտակցեց բայլրջությունը էսեն, վերջում բերում ասում է ոչ մի թիզական էր, դրա համար այս օրն եկավ։ Այսինքն ոչ թե Ադրբեջանի պահանջներն իրականացնում, ոչ թե համակարգված ինքը տարավ պարտության, այլ ուղղակի ոչ մի թիզական չէր ցանկանում հող զիջել Ադրբեջանին, սրա մասին է խոսքը։ Դրանից հետո իբր թե արդեն մեկը մյուսի հետ կապված գրառումներ արեցին, հայտարարություններ տվեցին, Սամսոնյանը, չգիտեմ, Սաղաթելյանը, Փաշինյանը հայտարարություններ արեցին, հիմա էլ իրենցից կերպարներ են ստեղծում։ Երրորդ նախագահի հետ են podcast նկարում, հիմա էլ լուրջ կերպարներ են։ Հայտնի արտահայտություն կա ռուսերենով, ասում է «Бей своих, чтобы боялись чужие»։ Մի անգամ էլ էին բռնել, բաց թողել։ Այդ մարդիկ ցանկանում են այս մարդկանցից ինչ որ ինչ են արել այդ մարդիկ, այնպեսի ինչ քայլ, որի համար պետք է ձերբակալեին։ Դե Փաշինյանի կողմնակիցներն ասում են նրանց եթերում հնչեցրած հայհոյանքներն անգամ բավական են։ Ամբողջ ազգը հայոյում է Փաշինյանին ու իր ընտանիքին ու իր հարազատներին, իրենց թիմին։ Ամբողջ ազգը։ Մենք իհարկե չենք քաջալերում հարազատներին հայոյելը, բայց ես իրականությունն եմ ասում, չեմ ասում մենք քաջալերում ենք կամ չենք քաջալերում։ Իրենք չգիտեն, որ իրենց հայոյում են։ Մտեք լրատվականների հետ հարցումներ են, միկրոֆոններով լրագրողներ են շրջում, անընդհատ տարբեր քաղաքներում, տարբեր գյուղերում, երբ որ հարցումներ են իրականացնում, հիմնական մասը իրենց հայոյում է։ Ուղիղ, ոչ ուղղակի, հումորով, ամեն կերպ, լավ բաներ մենակ իրենց լրատվականներում, բայց մեծ հաշվով ազգի 50% ընտրության չի մասնակցում, հետևաբար այդ մարդիկ չեն ընդունում սրանց, մի մասն հայոյում է բաց տեքստով։ Հիմա ինչն էր, օրինակ Վազգենն ու Նարեկը ինչ էին արել կոնկրետ հայոյանքից բացի, որտեղ դա լուրջ չի։
ազգային սպառնալիք էին, պետությանը սպառնալիք էին, իշխանությանն էին սպառնալիք, առհասարակ, լավ եթե մտածենք նույնիսկ քաղաքական է։ Լուրջ Նարեկն ու Վազգենը այդքան կան, որ իրանք իշխանությանը սպառնալիք էին։ Այսինքն ցանկացած գործողություն պետք է տրամաբանված լինի։ Հա, ես օրինակ հասկանում եմ Սամվել Կարապետյանը քաղաքաբանտարկյալ է։ Բայց տրամաբանված է, որտեղ այնտեղ ռեսուրս կա, այնտեղ հնարավորություններ կան, իր իշխանության համար ինքը կարող է վտանգ տեսնել։ Չնայած դա հետո կհասկանանք իրականությունը ինչ է, բայց այլ լավ Վազգենից ու Նարեկից քաղաքական կերպար եք սարքում, վերջում անում է դնում, որ ռեպրեսիաներ են տեղի ունենում։ Դա մեր նմանների համար է, չնայած մենք էլ թքած ունենք, ասենք կարող ձերբակալել, կարող չձերբակալել, այնպեսի բան չենք անում, որ հիմք կունենան ձերբակալելու, բայց իրենց ձեռքն է, չէ, երբ ուզեն ինչ ուզեն կանեն, բայց մենք էլ չենք վախենում ձեզ այնպես ասենք խնդալու է ձեր արած ամեն քայլը։ Ամեն արած քայլ դա ուղղակի անլուրջ է։ Կարծես թե նորից ցանկանում են կշիռ հաղորդել երրորդ նախագահի քաղաքական տևին։ Ինչ կարծիք եք։ Ցանկանում են թե երրորդ նախագահի, թե երկրորդ նախագահի, իրենք ամեն կերպ ցանկանում են իրենց անտագոնիստ ունենան, բայց կառավարելի։ Այսինքն իրենց համակարգի ներսում։ Մենք հենց էս ենք ասում, որ մենք դուրս ենք այդ համակարգից ու առաջարկ ունենք։ Ոչ թե մրցակցենք, թե ով ավելի լավ կհանձնվի։ Այդ ոչ մի թիզականի պիտակից փորձեմ մաքրել, այն ասեն, չէ, ես ոչ մի թիզական չեմ, ես փողզիչում եմ, ես իջումային տարբերակին եմ համաձայն։ Հակառակ մենք ասում ենք, հա, մենք դիմադրությանը, պայքարին, հաղթանակին ենք կողմնակից։ Իսկ այդ զիջումները Ադրբեջանի, Ալիևի զիջումների գնալը դա առողջ տրամաբանությանը դեմ բան է։ Հատկապես հաշվի առնելով, որ այս օրերին 44-օրյա պատերազմի հերթական տարելիցն էր, կցանկանայի, որ դուք մեկնաբանեք Ռուբեն Ռուբինյանի միտքն այն մասին, որ հայկական բանակը 2020 թվականի դրությամբ այլևս զսպող գործոն չէր Ադրբեջանի համար։ Նա մասնավորապես ասել է, որ ռազմական բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։ Ինչ կարծիքի եք այս տեսակետի մասին։ Մարդիկ խոսում են բաներից, որից տեղյակ չեն, որից չեն հասկանում։ Չնայած իրենց գործերում նստած են այդտեղից բան չեն հասկանում։ Թաց չորից չեն տարբերում առհասարակ։ Հիմա իրենք կարող է փորձեն ինձ համոզեն, այն ինչ ես եմ տեսել, ենթադրենք դա այդպես չի։ Որտեղ եղել Ռուբեն Ռուբենյանը առհասարակ պատերազմի ժամանակ ինչ դերում է եղել ինքը։ Ինչից է ինքը հասկանում բալանսը խախտված էր, խախտված չէր։ Որտեղ է բալանսը խախտված։ Քարվաճառում բալանս էր խախտվել, հա, որ մեկ ստորագրությամբ իրենք զիջեցին։ Աղդամում էր բալանսը խախտվել, որ հատվածում էր բալանսը խախտվել։ Ինչ բալանս էր խախտվել, կամ հետո խախտեց այդ բալանսը։ Հետո սկսեց վատ կառավարել, ինչ որ դերում երբ որ անհաջողություն ենք ունեցել։ Ինչ է նշանակում 3 շրջան էին կորցել, բալանսը խախտված էր, հետ էլ չեղավ իրենց ղեկավարի են հայտարարությունը, որ 25000 հոգու կյանք է փրկել։ Այնինչ 25000 հոգով առաջին ամբողջ Արցախյանը 25000 հոգու մասնակցությամբ մենք հաղթանակ ենք ունեցել։ Այդ նույն 25000-ով Պրիգոժինը համարը Մոսկվա էր հասել։ Իրենք ասում են 25000 հոգի շրջափակման մեջ են եկել, հա, Չինաստանն էր հարձակվել, 25000-ն էլ միլիոնների մոտ շրջափակման մեջ են եկել։ Իրենք փորձում են ամեն կերպ արդարացնել իրենց դավաճանությունը, իրենց հանձնվելը ու փորձում են ասել բալանս էր խախտվել, էս էր խախտվել։ Ինչով էր բալանսը խախտվել, թող մի հատ հիմնավորեն։ Այն որ 3.4 միլիարդի զենք թողեցին ադրբեջանցիներին, երբ որ ասում են զենք զինամթեր չկա, մենք օրինակ ովքեր որ պատերազմում մասնակցել են, մենք տեսել ենք ինչքանի զենք ու զինամթեր կա։ Դա հետո ցուցադրել է Ալիևը։ Այդ որ ասում են զենք չկար, թող բացեն շքերթը, ռազմական շքերթը տեսան Ադրբեջանի, այն հատվածը, որը որ Արցախից են իրենք տարել։ Դա խախտված բալանսի մասն է խոսում։ Եվ որպեսզի նրանք չկարողան այլևս որոշումներ կայացնել, մասը լինել մեր կյանքը ձևավորելու, դրա համար պետք է մենք համախմբվենք, պետք է համախմբվենք հենց հաղթանակ ուզելու, հաղթանակի համար պայքար մղելու շուրջ, գաղափարի շուրջ ու ամեն կերպ անենք, որպեսզի առաջիկա տարիներին առհասարակ մոռանանք, որ նրանք երբևիցե եղել են մեր կյանքը որոշողը, մեզ այսօր հասնողը։ Ամեն ինչ լավ է լինելու, հնարավոր է հաղթանակներ, հնարավոր է առաջընթացներ։ Կարևորը հույսը չկորցնենք, հավատը չկորցնենք սեփական ուժերի նկատմամբ։ Լավ մնացեք։ Այո,